Գյուղական այս աղցանը այնքան համեղ է ստացվում, որ մինչև վերջի կաթիլ հյութը հացով վայելելու եք։ Մի խոսքով գնացինք պատրաստելու։ Վերցնում ենք անպայման համեղ և հյութեղ լոլիկներ։ Մանուշակագույն սոխ կտրատում ենք կիսալուսնաձև և անպայման բարակ, այսպես։ Այնուհետև կտրատելու ենք լոլիկը և երբ ասում եմ հյութեղ և համեղ լոլիկ, ի նկատի ունեմ կանաչ կորիզ լոլիկները։ Մի խոսքով կտրատում ենք բարակ, ինչպես ասեցի, և ավելացնում ենք աղցանամանի մեջ թե լոլիկը, թե սոխը և անցնում ենք հաջորդ բաղադրիչին, այսինքն թարմ կանաչիներին։ Վերցրել եմ համեմ և անպայման ռեհան, մեր հայկական ռեհանը, կտրատում ենք, հավելացնում և ամենակարևոր մասը՝ բալ։ Հիմա սեզոնն է, շատ համեղ է ստացվում։ Սերուցքային պանիր, աղ, սև պղպեղ և լավ խառնում ենք։ Կարող եք թողել 5 րոպե համերը խառնվեն իրար և վայելեք, ինչպես նշեցի, հացով։ Ցանկալի է թարմ թխած համեղ հացով։ Մի խոսքով պահպանեք բաղադրատոմսը, պատրաստեք և վայելեք։ Բարի ախորժակ։